Ես այստեղ չեմ կարող այս ցավոտ հարցին չանդրադառնալ, ինձ համար ամենայն դեպս շատ տհաճ էր Միքայել Սրբազանի մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանն ինքն է ընդդիմադիր դաշտում այս կոլապսի հեղինակը ու սլաքները ուղղելը, Քոչարյանին տղամարդ համարելը եւ ոնց հասկացանք Սերժ Սարգսյանին ոչ, ճիշտ է դուք ձեր թիմի որոշ անդամներ հակադարձումներ արել եք Միքայել Սրբազանին համարելով ինչ որ մեկը Քոչարյանի գրասենյակի աշխատակից, քայլող անտեղյակություն, Newsmaker ինչ որ բաների համար, բայց ամեն դեպքում այս մեղադրանքները այսպես ինձ համար շատ արտասովոր էր, որ հենց ընդդիմադիր մարդուց էր, ընդդիմադիր կեցվածքով մարդուց էր։ Իսկապես Սերժ Սարգսյանն է, այսպես մի քիչ գողական բառ օգտագործեմ, ռուլի տանում, այսպես ասած, իրավիճակը ընդդիմադիր դաշտում ու փչացնում։ Ինչն է փչացնում։ Որ չստացի ոչ մի արդյունքի չհասնեն, ինքն է մնում է քաղաքականության մեջ, մի քիչ առաջ Սրբազանն ասում էր թող դուրս գա քաղաքականությունից, եթե Բագրատ Սրբազանի հետևում չլինեին ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը կհաղթեր եւ այլն, այսինքն բայց ես նոր մի 5-10 րոպե ինչով էի զբաղված։ Հա, եւ դրանից առաջացավ այդ հարցը։ Թե ինչի համար են, չէ, քաղաքականության մեջ մնացել։ Բա ինչի Սրբազանը այլ համոզմունք ունի։ Դրա համար ես մի անգամ առիթ ունեցել եմ մեր շատ հարգարժան Սրբազանին արձագանքելու, նույնն եմ ուզում կրկնեմ։ Հարգելիներս, մեզ մի զրպարտեք։ Քննադատեք ինչքան ուզում եք, դրա իրավունքն ունեք։ Եվ Սրբազանները, եւ հայր սուրբերը, եւ գեներալները, եւ շարքայինները, եւ գործազուրկները, եւ անգորցները, բոլորը։ Ուղղորդված է անում զրպարտությունը, իրավունք ունեն, բայց զրպարտելու իրավունք մենք ոչ մեկին թույլ չենք տա։ Ուղղորդված է զրպարտում։ Գուցե ես չունեմ նման փաստեր խոսելու, բայց չեմ էլ կարող ոչ բացառել, ոչ էլ բան այսպես հիմնավորել։ Հետևաբար իմ խնդրանքը, իմ հորդորն է նա, որ մեզ մի զրպարտեք։ Դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև դա մեր մոտ առաջացնում է շատ բնական արձագանքելու շատ մեծ ցանկություն։ Ցանկացած խոսք։ Եղավ գնահատական, որ հանրապետականի եւ եկեղեցու միջև սեպ են խրում սրան։ 10 պատվիրաններից մեկը ո՞րն է։ Որ մեկն եք ասում։ Սուտ մատնություն, սուտ վկայություն։ Հա, սուտ վկայություն մի տուր։ Մի տվեք։ Չի սազում։ Պատվիրանով եք պատասխանում Սրբազանին։ Ինչու պատասխան։ Սահմանադրությունով։